Այսօր հոգևոր Հայաստան նախաձեռնող խումբը փաստորեն իր անդրանիկ համաժողովն արեց եւ փորձեց համախմբել Հայաստանի մտավորականությանը։ Վերջին իրադարձություններից հետո մտավորականների մի շերտ անթաքույց աջակցում էր Խորենացի փողոցում հասարակությանը, մի շերտ աջակցում էր հենց Սասնա ծռերին, մի շերտ էլ կար, որ ընդհանրապես դեմ էր նմանատիպ գործողություններին։ Ինչպես ընդհանրապես հնարավոր կլինի այս փուլում համախմբել մտավորականությանը։ Դուք պատկերացնում եք, որ մտավորականները կարողանան Հայաստանի ապագայի տեսլականի հետ կապված ունենալ մեկ ընդհանուր օրինակ դիրքորոշում։ Գիտեք, ընդհանրապես ձեր հարցը կարելի է երկու մասի բաժանել։ Ինչ ենք մենք նկատի ունենք մտավորական բառի իմաստի մեջ, ինչ նրբերանգներ եւ ինչ ենք դնում, ինչ էություն բովանդակություն ենք դնում։ Եվ երկրորդը ինչ որ կատարվեց Սասնա ծռերից հետո, այդ պահին եւ հետո դիրքորոշումները։ Ես ասեմ, որ մտավորականությունը իհարկե հնարավոր է համախմբել, բայց այն մտավորականությունը, որը իսկապես ունի այդ հոգին, ունի այդ արժանինքները եւ այդ կապվածությունը խորքային իր հողի, իր ժողովրդի, իր պետության հետ, անկախ որևէ սակարկումներից, անկախ որևէ քաղաքական հաշվարկներից, առանց որևէ ուղղորդումներից։ Սա է իրապես մտավորականը, որը կապ չունի ինքը ինչով է զբաղվում։ Ինքը զբաղվում է գրականությամբ, թե զբաղվում է դիվանագիտությամբ։ Ինքը ֆիզիկոս է, թե ուղղակի արհեստավոր։ Ինձ համար մտավորականը ամենաբարձր ազգային պատկեր, նկարագիր, ինքնություն ունեցող անհատն է, որի ամբողջ իղձերը եւ ամբողջ գործելակերպը ելնում է հենց այդ հենքային հարթակից։ Պարոն Կարապետյան, այնուամենայնիվ մենք ունենք մի ստվար զանգված մտավորականների, որոնք ընտրություններին, նախընտրական քարոզարշավին, դրանից հետո երկրում ծառացած ամենաօրհասական պահերին դիրքորոշում ասելիս չասեմ վախեցել են, բայց գոնե Բաղրամյան 26-ին այլ ընտրանքային դիրքորոշում չեն ասել, ի նկատի ունեմ փորձել են ամեն ինչ հարմարեցնել Բաղրամյան 26-ին։ Դուք փաստորեն այդ շերտի վրա չեք արել հաշվարկ, ի նկատի ունեմ նրանց այս դաշտ բերելու եւ փորձելու նրանց էլ մասնակից դարձնել երկրում օրհասական պահին լուծումներ առաջարկել։ Տեսեք, հոգևոր Հայաստան նախաձեռնությունը հենց այդ հոգևոր Հայաստան կառուցելու անհրաժեշտությունն ու կարիքն էր, որը մենք զգացինք եւ իսկապես համախմբելու այն մարդկանց, դուք ասում եք մտավորական, ես չգիտեմ, շատերը այդ բառը չեն սիրում օգտագործել եւ ասում են, որ դա ինչ որ ժամանակի ստեղծած ինչ որ մի բան է։ Ես ասեմ, այն մարդիկ, ովքեր իրապես մտահոգ են սեփական պետության եւ սեփական ժողովրդի ապագայով, լինեն դա Հայաստանում, Սփյուռքում թե Արցախում, նրանք համախմբվելու են, որովհետեւ մենք այլ ելք չունենք։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ գիտեք ուղղորդվում են եւ կամ ինչ որ մտավախություններ ունեն, ինչ որ քաղաքական հաշվարկներ ունեն, այդ մարդիկ մտավորական չեն։ Այնպես որ ինձ համար մտավորականը շատ ավելի վեր է։ Սա բոլոր գիտեք հատվածային, քաղաքական եւ այլ տեսակի տնտեսական շահերից եւ հաշվարկներից այդ մտավորականությունը, որը Հայաստանում առկա է եւ Սփյուռքում առկա է, իհարկե համախմբվելու մեծ պոտենցիալ կա եւ մենք ունենք այդ հոգևոր Հայաստանը ստեղծելու եւ պատրաստ այդ մտավոր շերտը եւ այսօրվա կարծում եմ մեր այս նախաձեռնությունը կարող եմ առաջի միջոցառումներ, որը հաջողած պետք է համարեմ, մենք սկսելու ենք աշխատել տարբեր ուղղություններով, ինչպես նշեցի, տարբեր ոլորտներով եւ հավաքենք այդ մտավորականությունը, այդ Հայաստանի ապագայով մտահոգ մարդկանց խումբը, որոնք կարող են իսկապես դառնալ այն հենքը, հենարանը նոր Հայաստան կառուցելու համար։ Կլինեն նաև քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների ներգրավվածություն այս նախաձեռնությանը նկատի ունեմ, կարծեք թե հայտարարության մեջ չկա քաղաքական ուժերի ներգրավվածություն, բայց մենք տեսնում ենք նաև այստեղ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչ, նաև դուք համախմբում կուսակցություն։ Գիտեք, արեք չբաժանենք, երբ որ մի մարդ կուսակցության անդամ է, դա չի նշանակում, որ ինքը մտավորական չի կարող լինել։
կամ մարդը քաղաքական գործիչ է, ուրեմն անպայման մենք պետք է բացասական նրբերանգներով դիտարկենք։ Ուրեմն սա մի ֆորում է, որը բաց է։ Մենք հիմա ուղերձը կընթերցվի եւ ընթերցը հիմնադիր այս համաժողովի ձեր ուշադրությանը կներկայացնենք։ Սա կոչ է լինելու նաեւ բոլոր այն մարդկանց, ովքեր քաղաքականության մեջ են, ովքեր սպորտի մեջ են, երաժշտության մեջ են, չգիտեմ, տարբեր բնագավառների համախմբվել եւ միասին փորձել ստեղծել այն միավորները կառավարման, ինքնակազմակերպման, որոնք որ հնարավորություն կտան ցանկացած սպառնալիքի դեմ պետությանը հնարավորություն տալ, որպեսզի մենք ասել, որ այո, այստեղ կան մարդիկ, որոնք որ կարող են իրենց պետականությունը այս ծանր վիճակից դուրս հանել։ Հասկանում եք, սա ծանր աշխատանք է, սա աշխատանք է։ Իրադարձություններից հետո անհրաժեշտություն էր, այսինքն այդ իրադարձություններին հաջորդող ծրագիր էր։ Դեք ես ասեմ, միգուցե սա զուգադիպեց հոգևոր Հայաստան կերտելու պահանջարկը վաղուց կար։ Ուղղակի միգուցե սա զուգադիպում եղավ, ավելի խորը այս պահանջը, հա, օրակարգի վրա դրվեց եւ ավելի պահանջված դարձավ։ Բայց ես կարծում եմ, որ հոգևոր Հայաստանի ամենահիմնական խնդիրներից բացի ինքնության, բացի այդ որտեղ ենք մենք կանգնած որպես Հայաստան եւ հայ ժողովուրդ, հա, եւ ուր ենք գնալու մեր ապագայի տեսիլով եւ տեսլականով, այդ հայք այստեղ նշվեց համահայկական համաժողովի գումարման, որ մենք նախատեսում ենք 1 ամիս հետո հոկտեմբերի վերջին անել այդ մեծ համահայկական համաժողովը, ես կարծում եմ մյուս կարևորագույն հենքային խնդիրը, որը դնում է հոգևոր Հայաստանը, դա որովհետև հոգևոր Հայաստանը բոլոր հայերի Հայաստանն է, հա, եւ հայության ամբողջականացման ծրագիրն է։ Այստեղ գալիս է արդեն այդ ամբողջականացման ծրագրի գաղափարախոսության մեջ ստեղծել այդ համահայկական միավորները, հա, տարբեր ոլորտներում, որոնք որ կկարողանան ապահովել այն կառույցային, հա, այդ ինստիտուցիոնալ համահայկական միավորները ստեղծելու այդ համահայկական պետությունը, պետականությունը եւ այդ նոր Հայաստանը, նոր տեսիլով, նոր ապագայով, նոր հեռանկարներով։ Համահայկական ֆորումի ձևավորման մասին մեծ զրույցում նաեւ նշել է Արսինե Խանջյանը, սա ենթադրում է Սփյուռքի ակտիվ մասնակցություն այս գործողություններին եւ ի վերջո նպատակը ո՞րն է լինելու, ինչպիսի Հայաստան եք ուզում կերտել, ի վերջո դրվելու է իշխանափոխության խնդիր, դրվելու է շատ ավելի գլոբալ խնդիր։ Սա առաջի հիմնադիր համաժողովն էր, որտեղ հնչեցվեցին հիմնական ուղղությունները հայության ուրեմն ամբողջականացման, հայկական ինքնության, հա, մեր ուրեմն ժողովրդի զարգացման եւ պետականության բնականաբար, որովհետեւ սա հայության միակ պետականությունն է, Հայաստանի Հանրապետությունը։ Եվ սա աչքի լույսի պես պետք է փայփայենք։ Ինչ վերաբերում է իշխանափոխությունը, շատ մանր հարց է, որpիսի մենք դրան անդրադառնանք։ Երբ որ այս ամեն ինչը դու դիտարկում ես համահայկական, ուրեմն հեռանկարով, հա, դա կդառնա օրակարգային հարց այն ժամանակ, երբ որ ուրեմն այդ համահայկական կառույցները, եթե դա համահայկական հոգևոր Հայաստանը կկայանա, այդ դեպքում արդեն պահանջարկները իշխող համակարգին, իշխող իշխանություններին կլինեն այլ, կհարմարվեն նրանք այդ պահանջներին, թե չեն հարմարվի, սա այլ հարց է։ Մենք ուրեմն բնականաբար այդ խնդիրները կդնենք ըստ ուրեմն փուլերի եւ ըստ անհրաժեշտության, բայց այդտեղ նաեւ մի կարևոր շատ խնդիր կա, որը հնչեցրեց իր ելույթում իմ նախաձեռնող խմբի անդամ Երաշեն Պետրոսյան, ասել է, որ վստահության խնդիրը կա։ Հասկանում եք, այս հոգևոր Հայաստանի եւ այս համակարգային որոշակի ինչ որ մի շարժում սկսելու համահայկական նաև վստահության վերականգնման խնդիր կա մեր ազգի ներսում, մեր ազգի տարբեր հատվածների, հա, մեր այդ իրար հակադրելու Հայաստան, Սփյուռք, Հայաստան, Արցախ, հայաստանցի եւ մեզ այսօր լուրջ է սպառնալիքներին դիմակայելու առաջի խնդիրը հենց այս վստահության վերականգնումն է եւ հետո արդեն լուրջ գործնական աշխատանք։ Պարոն Կարապետյան, ինչ է կարծում Սփյուռքը պետք է մասնակից լինի Հայաստանի ներքաղաքական գործընթացներին։ Այս տարիների ընթացքում Սփյուռքը իրեն մասնակից չի համարել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Ինչ է կարծում, որքանով պիտի մասնակից լինի։ Շատ ճիշտ ու շատ կարևոր հարց բարձրացրեցիք։ Հայաստանը միայն հայաստանցիների պետությունը չէ։
Հայաստանը բոլոր հայերի պետականությունն է եւ Հայաստանի թե ուրեմն սպառնալիքները, դժվարությունները եւ խնդիրները դա համահայկական խնդիրներ են։ Եթե մեկը կարծում է այսօր Սփյուռքում նստած, որ Հայաստանի լինելիության գոյութենական խնդիրները իրեն չեն վերաբերվում, որովհետեւ ինքը ապրում է Ֆրանսիայում կամ Միացյալ Նահանգներում, չարաչար սխալվում են։ Եվ մեկ անգամ էլ եւս կրկնեմ, ես իմ հարցազրույցներից մեկ անգամ ասել եմ, իհարկե մենք միասին, միայն համահայկական այդպիսի ֆորումի ստեղծումով, համահայկական այդպիսի ցանցային, հնարավորություններ ունենալու կարողանանք բարձրացնել Հայաստանի սուբյեկտայնությունը, ինքնիշխանությունը եւ մեր պետականության կարողությունները։ Եվ այստեղ ձեր պատասխանների հարցերից մեկին էլ նաև ասեմ, որ շատ կարևոր է, որպեսզի դուք այսօր իշխանությունները եւ պետությունը չնույնականացնեք։ Շատերը իշխանության մեջ նույնականացնում են այս պետությունը մեր բոլորինս է։ Իշխանությունները ժամանակավոր են, իրանք կգնան, բայց մեր պետականության հիմքերը, մեր պետականության ամրությունը, մեր պետականության հեռանկարը մեր բոլորիս, այդ թվում նաև Սփյուռքում ապրող հայության խնդիրն է։